Մեր հանրությունը չի հասկանում, որ մենք այսօր հետաքրքիր ենք արևմուտքին այնքանով, որքանով կարելի է մեր միջոցով վնասել Ռուսաստանին։ Մենք դարձել ենք գործիք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Տեսեք, մի հասարակ էքսկուրս անցկացնենք։ 1812 թվականին Նապոլեոն Բոնապարտը հավաքեց 400,000 եվրոպացիներ եւ եկավ Ռուսաստանի վրա։ Ինչ տեղի ունեցավ, ջախջախվեց եւ հետ շպրտվեց։ 130 տարի հետո Հիտլերը նույն բանը արեց։ Նույն բախտին արժանացավ Հիտլերը։ Դրանից հետո հավաքական արևմուտքը Ռուսաստանի դեմ ուղիղ պատերազմներ չի մղում եւ չի մղելու։ Հավաքական արևմուտքը պայքարում է Ռուսաստանի դեմ Վրաստանի միջոցով, Ուկրաինայի միջոցով, փորձում է Ղազախստանի միջոցով, մեր միջոցով, մեր բախտը բերել է այնքանով, որ մենք Ռուսաստանի հետ ուղիղ սահման չունենք։ Հա, բայց միջամտությունը ակնհայտ է արևմուտքի։ Կներեք, պարոն Մելքոնյան, Ուրսուլա ֆոն դեր Լայնը եկավ, ասեց ռուսական պատժամիջոցներից կփրկենք մենք, հուսացեք մենք ձեր կողքին ենք Հայաստան, այսինքն եկավ հերթական հակառուսական այսպես հայտարարությունները արեց եւ դեռ չգիտես էլ թե այդ խոստացված գումարները որքանով են իրականում օգնում մեր գյուղատնտեսության ոլորտին։ Մասնագետներն ասում են, որ դրանք չնչին քայլեր են, ոչինչով չօգնող։ Խնդիրը քաղաքական է, այսինքն տնտեսական չէ։ Քաղաքական է, խնդիրը քաղաքական է, տեսեք, շուկա գրավելու համար պետք է 7-ից 8 տարի եւ խոստումներով միլիոնավոր ծաղիկներ, տասնյակ 100 միլիոնավոր ծաղիկներ չեն առաքվելու Եվրոպա։ Նիկոլ Փաշինյանը ասում է քաղաքական հարցը լուծված է, բայց մենք դույլով չենք կարող ծիրան հասցնել Եվրոպա։ Ես ձեզ ասեմ, հստակ, վստահ, նույն ծավալի գյուղմթերքը, բանջարեղենը, մրգերը, ծաղիկը, եթե մենք կարողանանք եվրոպական շուկա հասցնել, պետք է 5-6-7 տարի։ Եվ այդ 5-6-7 տարում մեր ողջ գյուղատնտեսությունը ոչնչանալու է, ձկնարդյունաբերությունը ոչնչանալու է, ուղղակի ոչնչանալու է։ Մենք Իրանն է մեզանից գնելու ծաղիկ կամ բանջարեղեն կամ միրգ, Թուրքիան է գնելու մեզանից։ Թուրքական սոխը, գլուխ սոխի մասին է խոսքը, կարտոֆիլը, գազարը, լոլիկը Վրաստանի տարածքով Հայաստան է գալիս եւ վաճառվում է հայկականից էժան։ Պատկերացրեք մի պահ, եթե հայ-թուրքական սահմանը բացվի։ Մենք ֆինանսավորելու ենք թուրքական արտադրողին, արդեն իսկ նախադրյալները տեսնում ենք։